Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնել, շնորհակալություն պարոն Թունյան, հարգելի պատգամավորներ, ես ուզում եմ հիշեցնել, մենք առաջին ընթերցման ինչ նախագիծ ենք ընդունել, առաջին ընթերցման մենք ասել ենք, որ էլեկտրական շարժիչով մեքենաները բացառությամբ բեռնատար մեքենաների առաջին ընթերցումը այդ տեսքով էր, հնարավորություն ենք տալիս 2026 թվականի ընթացքում ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի, այսինքն պետությունը, կառավարությունը ազատում է քաղաքացիներին ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։ Այդտեղ մենք ունեինք պատգամավորներից առաջարկներ, որ ավելացնենք նաև բեռնատար ուրեմն էլեկտրական մեքենաները եւ այդ կոդը մենք ավելացրել ենք 87046000 այդպես է այդ կոդի անունը ԵԱՏՄ-ում եւ այդ կոդը ուրեմն ավելացված է եւ ուրեմն հետո ստացել ենք բազմաթիվ առաջարկներ իհարկե ես առաջարկներ մեր քաղաքացիներից որ եւ մի կարևոր պայման էլ կար, որ մինչեւ 2 տարեկան թարմության մեքենաներ պետք է լինեին։ Այսինքն մենք ասում ենք, որ 24, 25 եւ 26 թվականի արտադրության մեքենաներ, եթե Հայաստանի Հանրապետություն ներմուծվեն, ուրեմն 2026 թվականի հունվարի 1-ից սկսած, ապա այդ մեքենաների համար ամբողջ 26 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ չի վճարվի։ Այս կանոնը ամբողջությամբ պահպանել ենք, ավելին լրացրել ենք նաև բեռնատար մեքենաներով։ Հետո բազմաթիվ նամակներ ստացանք քաղաքացիներից, նաև ազգային ժողովում հարցեր հնչեցին, որ դե կան քաղաքացիներ, որոնք արդեն պատվիրել են, ինչ անեն։ Իհարկե այդ հարցադրումը օբյեկտիվորեն լեգիտիմ չէր, շատ պարզ պատճառով, որովհետև մենք չէինք հայտարարել, որ մենք երկարացնելու ենք, հետևաբար չկար որևէ, այսինքն այն մարդը, որ պատվիրել էր, ինքը պետք է այն պատվիրել է այդ տրամաբանությամբ, որ ինքը ավելացած արժեքի հարկ, այսպես թե այնպես վճարելու է։ Եվ այդ հարցադրումը ի բնե բնականաբար լեգիտիմ չէր, բայց քանի որ հարցադրումները շատ էին, այնուամենայնիվ մենք ընդառաջ գնացինք եւ այսպիսի լրացում ենք մենք արել, ասում ենք, որ 26 թվականի ուրեմն փետրվարի 1-ից մինչև այսինքն ինչ ենք ասում ենք մինչև ուրեմն հունվարի 31-ը ես չեմ ուզում ձևակերպումները հիմա կարդամ, որոնք որ ոչինչ չեն ասի մեր հեռուստադիտողներին, մեզ դիտող մարդկանց, մենք ասում ենք, որ այն կանոնը, որը ասում էինք, որ 2 տարվա թարմության պետք է լինի 24, 25, 26 թվականների, ինքը գործում է 2026 թվականի փետրվարի 1-ից։ Իսկ մինչև փետրվարի 1, այսինքն մինչև հունվարի 31-ը կարող են այդ առանց այդ կանոնին ներմուծել։ Օրինակ, եթե 22 կամ 21 կամ 20 թվականի մեքենա է ներմուծում հունվարի 17-ին, նորից ավելացված արժեքի հարկից ազատում կլինի։ Հայո, բայց ես ուզում եմ կրկնեմ շատ հստակ, որ սա այսպես ասած բարի կամքի դրսևորում որպես կառավարության կողմից, որովհետև ի սկզբանե նախ մենք չգիտեինք, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես կգանք, չգիտեինք, որ ազգային ժողովը կարող է դրան հավանություն տալ, այսինքն այս տեսանկյունից մեր քաղաքացիները բնականաբար մեր քաղաքացիների համար, այսպես ասենք, սա հաճելի անակնկալ է եւ այդ հաճելի անակնկալը, այսպես ասած, կրկնապատկում ենք այն իմաստով, որ այդ քաղաքացիները, որոնք որ ավելի վաղ պլանավորել են եւ չեն հասցնի բերեն ճանապարհին են մեքենաները, մինչեւ հունվարի 31-ը եթե բերեն 24 թվականից հին մեքենաներ, ապա նորից ավելացված արժեքի հարկ չեն վճարի։ Շնորհակալություն պարոն Պապյան, ես այս մասը լրացնեմ ու հարցերին անցնենք, էլի, որ ավելի հասկանալի լինի, նախ ուզեմ շնորհակալություն հայտնել այդ առաջարկը ընդունելու համար, իրականում ես էլ եմ գտնում, որ նախ քաղաքացիները, որոնք որ պատվիրել են էլեկտրոմոբիլներ, իրանք սեփական ռիսկով են պատվիրել, այսինքն որևէ այդ պահին պաշտոնական հայտարարություն չկար, որ արտոնությունը շարունակվելու է, բայց շատ էին գրում, որ գոնե արդեն ճանապարհին գտնվող մեքենաների համար այդ խնդիրը լուծենք, այսինքն իրենց համար ժամկետը մեքենայի հաշվի չառնենք, բայց քանի որ այդ կարգավորումը եթե այնպես տանք, որ երբ է պատվիրվել եւ այլն, ինքը բազմաթիվ չարաշահումներ է բերելու, բայց հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենան ամենաշատը 2-2.5 առավելագույնը 3 ամսում է Հայաստան հասնում, հիմա հոկտեմբերի 21-ին օրենքը մտել է ազգային ժողով շրջանառության մեջ, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև փետրվարի 1-ը 3 ամսից ավել ժամանակ կա, այսինքն
տարբերակ չկա, որ մարդիկ մինչև այս մասին իմանալը մեքենա պատվիրած լինեն, այդ մեքենան այդ ընթացքում Հայաստանի Հանրապետություն հասած չլինի։ Այսինքն կարծում եմ, որ մենք դրանով այդ հարցը լուծում ենք, խնդրեմ։ Պարոն Թունյան, ես կառավարությունում այս հարցը զեկուցելուց հատուկ նշեմ, որ զեկուցվող հարց է եղել։ Կառավարության օրակարգի հարցերը սովորաբար ունեն 50-60 հարց եւ զեկուցվում է 3-4 հիմնականում։ Եվ այդ օրը սա եղել է զեկուցվող հարց հենց հատուկ այդ նպատակով եւ ես նշել եմ, որ 24, 25, 26 թվականների, այսինքն դրանից ավելի առաջ, մոտավորապես մոտ 10 օր առաջ էլ, բայց դրանից առաջ էլ նախագիծը իդրաֆտում է եղել ելի նույն տեսքով, այսինքն սա սեպտեմբեր ամսից ըստ էության հայտնի է եղել մեր քաղաքացիներին, որ սեպտեմբեր ամսից հայտնի է եղել, որ մենք ուզում ենք երկարաձգենք ու այս տեսքով։ Մինչև սեպտեմբերը հայտնի է եղել, որ չենք երկարաձգելու։ Այսինքն ես սա այդ մասով կարևոր է պարզաբանել։